2010 թվականը անգլիական Land Rover մակնիշի համար առանձնահատուկ տարի է։ Անգլիական մեկ այլ Jaguar մակնիշի հետ միասին այն վերջապես դուրս է գալիս ճգնաժամից և գրանցում դրական տեղաշարժեր։ Վերջին մի քանի տարիների ֆինանսական դժվարությունները և համաշխարհային ճգնաժամի բացասական հետևանքները կարծես մնացել են անցյալում։ Rover-ի շահութաբերությունը վերականգնվեց 2009 թվականի վերջին եռամսյակում, երբ ընկերությունը կարողացավ 55 միլիոն ֆունտ ստերլինգի շահույթ ապահովել, նախորդ եռամսյակի 60 միլիոն վնասի համեմատ։ Ճիշտ է, 2009-ի ընդհանուր պատկերն այդուհանդերձ դրական չէր, սակայն առողջացման նշաններն ակնհայտ էին և հատկապես հուսադրող, եթե հաշվի առնենք, որ դրական տենդենսներն ի հայտ եկան Land Rover մակնիշի ամենախարիզմատիկ մոդելներից մեկի Land Rover Discovery-ի ստեղծման 20-ամյակի հոբելյանական տարում։ Land Rover Discovery-ն ասպարեզ հանվեց 1989 թվականին։ Այն ժամանակ Land Rover մակնիշը թողարկում էր ընդամենը երկու մոդել՝ Defender-ը ավտոմոբիլային ասկետիզմի, համեստության, առնականության և դիմացկունության մարմնավորումը և նրա հակապատկերը՝ շքեղ, տոնական, պատկառելի և ստատուսային Range Rover-ը։ Discovery-ին վերապահված էր վերացնել երկու մոդելների միջև եղած ահռելի անդունդը, ինչ-որ կերպ իրար մոտ տեսնել գյուղական անխոնջ աշխատավորին և ազնվական հողատեր ֆեոդալին։ Land Rover Discovery-ն դարձավ այդ միջանկյալ օղակը, հասարակ և առնական Defender-ի և շքեղ ու պատկառելի Range Rover-ի միջև։ Այն վերցրեց իր եղբայրակից մոդելներից լավագույն գեները և միավորելով դրանք դարձավ ընկերության ամենաշատ վաճառվող մոդելը, միաժամանակ ամրապնդելով ընկերության իմիջը որպես ամենագնացներ թողարկող առաջատար ընկերության։ 20-ամյա պատմության ընթացքում Discovery-ն թողարկվել է 900,000 օրինակով և ունեցել 4 սերունդ։ Վերջին 4-րդ սերունդը ասպարեզ է հանվել հենց 2009 թվականին, 20-րդ հոբելյանական տարում։ Հավանաբար ճիշտ կլիներ 2009 թվականի մոդելը կոչել 2004 թվականին ասպարեզ հանված Discover 3-ի թարմացված տարբերակ, մանավանդ որ թափքի փոփոխություն տեղի չի ունեցել։ Սակայն Land Rover-ում գերադասում են նոր մեքենան անվանել 4-րդ սերնդի Discovery, ինչի հետ չենք կարող չհամաձայնել։
Չնայած մեքենան կոնցեպտուալ փոփոխության չի ենթարկվել, սակայն նոր դիզայներական շտկումները եւ սալոնի ձևավորման նյութերն ակնարկում են, որ 4-րդ սերնդի Discovery-ն աստիճանաբար ավելի սոլիդ եւ նույնիսկ քաղաքային մեքենայի կերպար է ձեռք բերում, արտաքնապես եւ էությամբ հեռանալով ժուժկալ Defender-ից եւ մոտենալով փառահեղ Range Rover-ին։ Պահպանելով իր իմիջի գլխավոր բաղադրիչը ֆենոմենալ անցունակությունը, Discovery 4-ը ձեռք է բերել նոր, ավելի պատկառելի եւ բարձր ստատուս, որով այժմ ոչ միայն ջիպերների, զանազան փրկարար ծառայությունների, միջազգային բարեգործական կազմակերպությունների եւ զինվորականների, այլ նաեւ ապահովված քաղաքային բնակիչների ուշադրության կենտրոնում է։ Նրա թափքի նախկին խորանարդաձև տեսքն այժմ անկյուններում կարծես հղկվել եւ կլորացել է։ Սալոնում փոխվել է եւ նյութերի տեսականին եւ դրանց հավաքման որակը։ Սալոնը պահպանելով ընդհանուր ոճաբանությունը լիովին փոխվել է, դառնալով ավելի հարմարավետ եւ սոլիդ։ Նշանավոր Terrain Response համակարգի կլոր կոճակը իր նախկին դիրքից տեղափոխվել է առաջ եւ տեղադրվել թեքության վրա, կլիմայական կարգավորման կոճակների ներքևում։ Այս համակարգն առաջարկում է տրանսմիսիայի եւ կախոսների աշխատանքի տարբեր ռեժիմներ, կախված թե մեքենան ինչ տեղանքով է երթևեկում։ Ասֆալտի, ավազի, քարերի, ձյան կամ ցեխի վրա։ Discovery 4-ը ստացել է նաև Jaguar-ի 5 լիտր աշխատանքային ծավալով եւ 375 ձիաուշազորությամբ լիաձև 8 մոխության շարժիչը, որը 100 կմ/ժ արագությանը մեքենային հասցնում է 7.6 վայրկյանում։ Երբեք Discovery-ներն այսքան արագընթաց եւ պատկառելի չեն եղել, եւ ինչպես միշտ հատուկենտ մեքենաներ կարող են մրցակցել նրա հետ ճանապարհներից դուրս։